Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը եւ այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Նրա խոսքով Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում, հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ կառուցելու արևելք-արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան եւ Եվրոպան, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան տանող հյուսիս-հարավ մայրուղին։ Կոբախիձեն նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականի վերջ նախատեսվում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածները։ 2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի Կարմիր կամուրջ եւ Ալգետի Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարպի ճանապարհը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են համագործակցությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակներում, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում եւ բազմակողմ հարթակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը։ Արաղչին եւս մեկ անգամ շեշտել է, Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում ուրանը հարստացնելու իր իրավունքից։ Նրա խոսքով բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, արդյոք մյուս կողմն այս հարցին լրջությամբ կվերաբերվի։ Մենք ուշադիր հետևում ենք եւ գնահատում բոլոր նշանները, որոշելու համար արդյոք շարունակում ենք բանակցությունները, նշել է դիվանագետը, հավելելով. ԱՄՆ-ի անիրատեսական եւ անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում։ Արաղչին եւս մեկ անգամ կրկնել է, Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի։ Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին տեղի ունեցած անուղղակի բանակցությունները քայլ էին դեպի առաջ։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզին, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Խարկովի մարզում բնակելի տանը հարվածի հետևանքով զոհվել են 1 կին եւ 10 տարեկան տղա, եւս 3 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում էլեկտրամատակարարման եւ ջեռուցման հետ կապված բարդ իրավիճակը պահպանվում է։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Բելգորոդի մարզում տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց ջեռուցման։ Մարզի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բնակիչների մի մասին տեղափոխել այլ շրջաններ։ Ավելի ուշ գազամատակարարումը վերականգնվել է։ Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Սանաե Տակաիչիի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել։ Այն խորհրդարանի 465 տեղանոց ստորին պալատում կունենա 316 մանդատ։ Սա 1947 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ Ճապոնիայի խորհրդարանում մեկ կուսակցությունը ստանում է աթոռների 2/3-ը։ Կոալիցիոն գործընկեր Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ միասին Տակաիչին ստորին պալատում կունենա 352 տեղ։ Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակաիչին արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր հայտարարել պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ամիս անց։ Նա խոստացել է նվազեցնել հարկերը, զարկ տալ երկրի տնտեսությանն ավելի մեծ ծախսերի միջոցով եւ ամրապնդել անվտանգությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել Տակաիչիին, շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ։ Տակաիչին շնորհավորանքներ է ստացել նաեւ Հնդկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Սինգապուրի եւ այլ երկրների ղեկավարներից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։